Միան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարի օր, ես եմ շնորհակալ։ Իրանում սկսված պատերազմն ու դրա հանգուցալուծումը մեզ համար կարևոր է ոչ միայն այն առումով, որ սահմանակից պետությունն է ներքաշված պատերազմի մեջ, այլև այն առումով, որ հետաքրքիր է, թե մենք ինչպիսի Իրան կունենանք հարևանությամբ այդ պատերազմի ավարտից հետո, դուք եւ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել եք, որ Հայաստանի շահերից է բխում հարևանությամբ ունենալ ոչ թե պատժամիջոցների տակ գտնվող չզարգացող Իրան, այլ հակառակը զարգացող ԱՄՆ-ի հետ համագործակցող Իրան։ Հիմա Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ֆիզիկապես ոչնչացված է, բայց համակարգը շարունակում է աշխատել։ Ավելին, Իսրայելից հայտարարեցին, որ եթե փոխարինող գտնվի գերագույն հոգևոր առաջնորդին եւ նա շարունակի նույն քաղաքականությունը, ապա իրենք կոչնչացնեն նաեւ Խամենեի հաջորդին։ Հիմա ձեր ընդհանուր դիտարկումները, գնահատականը ո՞րն է ստեղծված իրավիճակին։ Ես կարծում եմ, այն ամեն ինչ այսօր կատարվում է Իրանում նոր չի սկսվել։ Սկսվել է 1970 թվականի իսլամական հեղափոխությամբ։ Իսլամիստները կարգախոսով եկան իշխանության եւ այդ կարգախոսն էր մահ Ամերիկայի։ Եկեք հիշենք այդ ամեն ինչը։ Եվ 1970 թվականից առ 2025 կարգախոսը չի փոխվել Իրանում։ Կարգախոսը կարող էր իհարկե չփոխվել, բայց իշխանության եկած հոգևորականները դե ֆակտո չկարողացան երկրի տնտեսությունը զարգացնել։ Չկարողացան երկրում ստեղծել բարեկեցության այնպիսի մակարդակ, որ իրանցիները իրենց կյանքից դժգոհ չլինեն։ Ավելին, չկարողացան տարածաշրջանի պետությունների հետ հաստատել նորմալ բարեկամական կամ գոնե դաշնակցային հարաբերություններ։ Եվ արդյունքում ստացվեց, որ հիմա 21-րդ դարի առաջին քառորդին Իրանը մնացել է բացարձակապես մենակ։ Եթե ուշադրություն դարձրել եք այս իրադարձություններին մարտի 1-ին սկսված նոր պատերազմի ընթացքում, որևէ պետություն ամենայն դեպս Իրանին բացահայտ աջակցություն չհայտնեց, ներառյալ Չինաստանը, ներառյալ Ռուսաստանը։ Եկեք այդ հանգամանքը ֆիքսենք եւ ասենք ի տարբերություն նախորդ պատերազմների արձանագրենք նաև այն, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից բացահայտ հարձակումներ են գործվում արաբական պետությունների վրա։ Եվ Օմանից այսօր արդեն հայտարարություն եղավ, որ թիրախավորվում են ոչ միայն ռազմաբազաները, այլև խաղաղ բնակչությունը։ Ինչու՞։ Կամ չէ՞ թիրախավորվեց Կիպրոսը, որտեղից որևէ վտանգ Իրանին չէր սպառնում։ Այսինքն ինչ տեղի ունեցավ դե ֆակտո Իրանում, ինչպես նշեցիք, ռահբարը սպանվեց, բայց 3 արդեն իսկ ընտրվել է նոր ռահբար եւ դա Ալի Խամենեյի որդին է, իսկ դա նշանակում է, որ շահին գահանքեց անելուց հետո Իրանում նորից սկսվել է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու պատմություն։ Բայց դա հաստատված չէ, Տիկին Ադամյան։ Ես կարծում եմ, որ դա հաստատված է, բայց իրանական կողմը չի հաստատում սոսկ պաշտպանական նպատակով, որովհետև Իսրայելը արդեն իսկ հայտարարել է, որ ով կփոխարինի, նա դառնում է օրինական թիրախ, այդ չհաստատման պատճառը միայն դա է։ Եվ դա կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չի։ Ինչ վերաբերում է հանրապետություն կուսակցության այո, մենք միշտ էլ հայտարարել ենք եւ ես կարծում եմ, որ դա տրամաբանական է միանգամայն, որ Հայաստանի Հանրապետության համար շատ ավելի գերադասել է պատժամիջոցների ձեռք աշխարհիկ իշխանություն ունեցող եւ զարգացող Իրան։ Դա իդեպ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է։ Դա միայն Հայաստանի շահերից չի բխում, դա բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից։ Եվ դա բխում է նաեւ մեծ մերձավոր արևելքի շահերից, որտեղ վերջապես կդադարեն գործել իրանական պրոքսիները, Հեզբոլլահը, Համասը, Հութիները։ Այ եթե դուք ուշադրություն դարձրել եք, բացի այն, որ Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին, Իսրայելը զուգահեռ հարվածներ է հասցնում նաև Լիբանանին։ Ինչու՞։
որովհետև Լիբանանի տարածքից Հեզբոլլահն է հարվածում Իսրայելին։ Այսինքն իրանական պրոքսիները դեռ շարունակում են գործել։ Պես որ այս պատերազմը ոչ միաշերտ է, շատ խորքային պատճառներ ու բազմաշերտություն ունի։ Եվ ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ճիշտ էր ասում, որ թերևս 4 շաբաթ, գուցե նաև ավելի, գուցե մի քիչ պակաս, այս իրադարձությունները կձգվեն։ Ինչ արդյունքի կարող են հանգել։ Ես կարծում եմ, որ իրականում կա 3 սցենար։ Առաջին սցենարը, ինչպես արդեն դուք նշեցիք, այն է, որ Ռահբարի սպանությունից հետո միևնույն է իշխանությունը կմնա հետադիմականների ձեռքում եւ կկարողանա համախմբել Իսրայելի դեմատելության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմատելության այդ մասատանաներին լոզունգի ներքո կկարողանա որոշակի թվով մարդկանց համախմբել ու շարունակել նույն կուրսը, որը էլի ասում եմ չի կարող երկարատև լինել, որովհետև դե ֆակտո խնդիրը Իրանում իշխանապողությունն է, դե ֆակտո խնդիրը Իրանի պրոքսիների վնասազերծումն է ու տարածաշրջանում անվտանգություն եւ խաղաղություն հաստատելը։ Երկրորդ սցենարով, որը շատ ավելի գերադասելի կարող էր լինել, նաեւ որ Մասուդ Փեզեշքյանը իբրև նախագահ կարողանա իր շուրջը համախմբել առաջադիմական ուժերին Իրանում, որոնք այնուամենայնիվ դեռ կան, օրինակ նախկին նախագահ Հասան Ռոհանին, օրինակ նախկին արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, եւ կարողանան Իրանը դարձնել աշխարհիկ պետություն։ Դա կլինի բարդություններով, դա կլինի անցումային շրջանով, դա կլինի ընտրություններով։ Գուցե նաեւ շահի որդին վերադառնա, Ռեզա Փեհլևին վերադառնա։ Եթե ուշադրություն դարձրել եք Փեհլևի ծրագրում նշվում էր, որ ինքը կգա անցումային շրջան, որից հետո կլինեն ընտրություններ եւ որոշակի տնտեսական ապահովություն էր խոստանում իրանցիներին։ Իդեպ այս ամեն ինչի սկիզբը կարելի համարել նաեւ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին սկսված շարժումը, որովհետեւ ինչ կատարվեց Իրանում իշխանությունը սկսեց կրակել սեփական ժողովրդի վրա։ Եվ այսօր, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրակում է այս իշխանության վրա, կրակում է այն իշխանության վրա, որը սպանում էր սեփական ժողովրդին։ Եկեք այդ փաստը որևէ կերպ զանց չառնենք։ Ես դա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում ու Հայաստանից դուրս անձնական կորուստ, ծանր վիշտ էին իրենց համար դարձրել եւ մինչեւ հիմա այսպես խորապես սքում են Իրանում հոգևոր առաջնորդի Ալի Խամեյնիի մահը։ Այն պարագայում, երբ հազարավոր իրանցիներ այնուամենայնիվ փողոց էին դուրս եկել նշելու, ուրախությամբ նշելու այդ փաստը։ Ես զուգահեռ եւ ողբում էին, սքում էին եւ ուրախանում էին։ Այսինքն այսօրվա Իրանը տարաբաժանված Իրան է։ Այսօրվա Իրանը երկփեղկված Իրան է եւ կախված նրանից թե ում կողմը կանցնի Իրանի Իսլամական Հանրապետության պահնորդների կորպուսը, նրանք էլ կարծում եմ իշխանության գալու հաջողություն ունեն, բայց այդ պահնորդների կորպուսը կարող է նաեւ դառնալ երրորդ սցենարի նախակարապետ, առայն որ Իրանը քաղաքացիական պատերազմի հորձանուտում կարող է հայտնվել, որը բոլորի համար վատագույն սցենարն է եւ որից կարծում եմ հնարավորինս պետք է խուսափեն բոլոր կողմերը։ Դուք Փեզեշքյանի համախմբող դերին անդրադարձաք, բայց այս պահին նրանից մենք այդպիսի հայտարարությունների ականատես լինում ենք, այսինքն այդպիսի տրամադրությունների արտահայտման։ Մենք չենք ականատես լինում, շատ ճշգրիտ նկատեցիք, շնորհակալություն ձեզ, մենք դա չենք էլ տեսնի, որովհետև Փեզեշքյանը եթե նման տրամադրությունները բացահայտ արտահայտի, ցանկալի արդյունքին չի կարող հասնել։ Այնուամենայնիվ եկեք հիշենք, որ իմ արդեն իսկ հիշատակած դեկտեմբերի 28-ին սկսած շարժման ընթացքում Փեզեշքյանը թերևս միակ գործիչն էր, որ դեմ էր գնում Ռահբարին ու հայտարարում էր, որ այո, ժողովրդի իրավունք ունի բողոքելու, ժողովրդի իրավունք ունի իր իրավունքները պաշտպանելու եւ մենք պետք է իբրև իշխանություն պարտավոր ենք իբրև իշխանություն նրանց խնդիրները լուծել ու մենք մեղավոր ենք նրանց առաջ։
Սա է ինձ նման հիմք տալիս ասելու, որ այո, Փեզեշքյանն իբրև նախագահ կարող է այդ համախմբումը անել։ Դուք ասացիք Իրանը այս իրադարձությունների ֆոնին ունի աջակցություն Չինաստանից, Ռուսաստանից անուններ թվարկեցիք երկրների։ Հիմա Ռուսաստանի մասով Տիկին Ադամյան անտրամաբանական չէ ինչ որ ակնկալիք ունենալ աջակցության մասով։ Մենք երեք լսում էինք Լավրովին, իհարկե այդ տեսանյութը տարածվեց, մեզ մոտ ծաղրում էին սոցիալական ցանցերում, որ ասում է մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ, դա մեր մեթոդը չէ կիրառել ԱՄՆ-ի դեմ Իրանի վրա հարձակման համար։ Այսինքն այս ներուժով Ռուսաստանից անտրամաբանական չէ ինչ որ ակնկալիքներ ունենալը։ Գիտեք, շատ երկար ժամանակ Ռուսաստանը համենայն դեպս հանդես էր գալիս իբրև համատիեզերական փրկիչ։ Ռուսաստանը փրկիչ էր Սիրիայում, որտեղ է այսօր Ասադը։ Ռուսաստանը փրկիչ էր Վենեսուելայում, որտեղ է Վենեսուելայի նախագահը։ Ռուսաստանը փրկիչ է Կուբայում, եւ չի բացառվում, որ Վենեսուելայից ու Իրանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ թիրախ լինի Կուբան։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետև այդ հարցը ինձ հիմք է տալիս հակադարձ հարցը ուղղել։ Իսկ մենք ինչու ենք սպասում, որ ռուսները մեզ պիտի փրկեն։ Ինչ հիմքի վրա ենք այդ ակնկալիքները գեներացնում, մենք ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որոշ ուժերի, որոնք էլի շարունակում են անվտանգություն, զարգացում, երաշխիքներ վերջին այժմ տրիպի երաշխիքներ կապել Ռուսաստանի հետ կամ Չինաստանի, որովհետև գիտեք, այսօր Ռուսաստանի անտալ եւ ծիծաղելի վիճակում չհայտնվել, մի քիչ չգիտեմ, ուղղակի զավեշտալի է։ Եվ հիմա որոշ ուժեր Ռուսաստանի փոխարեն հնչեցնում են Չինաստանի անունը։ Իսկ ուր է այսօր Չինաստանը։ Լավ, ինչ որ տեղեկություններ կան, որ Չինաստանը հրթիռներ է փոխանցել, Չինաստանը ինչ որ աջակցություն է ցուցաբերել Իրանին, բայց կա պատերազմը դադարեցնելու աջակցություն, կա հրապարակ Ավթերյանի կողքին կանգնելու խիզախություն, կա վերջապես հայտարարություն, որ ասենք, եթե պատերազմը շարունակվի, Չինաստանը կմիջամտի։ Ես կարծում եմ, որ չկա եւ չի կարող լինել։ Որովհետև դա չի բխում ոչ Ռուսաստանի սեփական շահի գիտակցության, ոչ Չինաստանի սեփական շահի գիտակցության պատկերացումներից, այն նրանք լավագույն դեպքում կարող են հրահրել, երբ բախումը լինի, հեռանալ արդեն իրենց գործին։ Եվ դա եղել է պարբերաբար, եւ դա եղել է հատկապես հարավային Կովկասում, հատկապես մեր նկատմամբ։ Եկեք այս փաստերը, որպես չասենք անցնենք, էլի, հիշենք, հասկանանք եւ մեր շահի կառուցման հիմքում նաեւ դնենք ուրիշների պատմությունը։ Թեպետ մեր պատմությունը լի տալիս է այդ փաստերի առատությունը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում։
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Դուք ինչ որ առումով սահուն անցում արեցիք մեր ներքաղաքական իրավիճակին ու դաշտին, որ մինչև այլ քաղաքական ուժերի գործունեության հայտարարություններին անդրադառնալը Տիկին Ադամյան նախ փորձեն գնահատել գործող իշխանության վարքագիծը։ Վստահ եմ գիտեք, որ քննադատություն կա, որ հարևան Իրանում պատերազմ է, իսկ մեր իշխանությունները ցուցադրական անհոգություն են ցուցաբերում, մարզային այցելություններ են իրականացնում, ներկուսակցական քարոզարշավ են անում, մնացած դիտարկումները չմեջբերեմ։ Համահունչ է մեր իշխանության վարքագիծը տեղի ունեցողին։ Եկեք ես հարցնեմ, իսկ շատ համահունչ էր 2020-ին հարևան Իրանի բուրն շնորհավորանքները Ադրբեջանին, Ալիևի գիրկն ընկնելը, տարածքային ամբողջականության վերականգնումը 3-4 անգամ շնորհավորելը, շատ համահունչ էր, դաշնակցի պահվածք էր, գործընկերոջ պահվածք էր, հարցը չէ, որտեղ է գրված, որ մենք մեր բան ու գործը պիտի, գիտեք, ես ԿՊ ընդհանրապես չեմ պաշտպանում, ԿՊ-ն ինքը հրաշալի կարող է թե պաշտպանվել, թե արձակվել, իր քաղաքականությունն ինքը վարել։ Խնդիրը այստեղ քաղաքացիական պայմանագիրը չի, բացարձակապես։ Խնդիրը այստեղ վերջապես, ինչ ասեմ, ազգային ինքնագիտակցությունն ունենալն է։ Ինչքան կարելի է պայմանավորել քո երկրի քաղաքականությունը ուրիշ երկրի քաղաքականությամբ։ Հա, ես ուզում եմ իմանալ ինչ արեց հարևան Իրանը 2020-ին Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ արեց։ Ինչ հայտարարություններ էր Արարչին անում։ Ինչպես էին Ալիևի գիրկը ընկնում, կարմիր գծերը եւ այլն։ Զորք տեղակայենք Սյունիքում։ Պատկերացնում եք, եթե հանկարծ Հայաստանի Հանրապետության իշխանությունն այնքան, ինչ ասեմ, անխելք լիներ, որ թույլ տար Իրանի զորք տեղակայեր Սյունիքում։ Հիմա ինչ թիրախ էինք դառնալու, դուք դա պատկերացնում եք ընդհանրապես։ Ես չեմ հասկանում այդ մտայնությունը, գիտեք, Նիկոլ Փաշինյանը գնացել է Վրաստան։ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության ամենայն դեպս հնարավոր դիրքավորումը ապահովել։ Նիկոլ Փաշինյանը նաև կուսակցապետ է, իր կուսակցական գործերն է անում։ Ինչու պետք է ամեն ինչ պայմանավորել նրանով Էրդողանը այսօր լավ տրամադրություն ունի, թե ոչ, ռահբարը սպանված է, թե ոչ, Վրաստանում ինչ են մտածում Հայաստանի մասին։ Գիտեք, ես կարծում եմ ժամանակն է նաև այն համատեքստում արդյոք այս պատերազմում մենք ներքաշվելու որևէ Այս պատերազմում մենք ներքաշվելու որևէ տարբերակ չունենք։ Ես կարծում եմ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ եւ անվտանգության խորհրդի նիստում այդ բոլոր հնարավոր մարտահրավերները ամենայն դեպս հաշվի են առնվել, բոլոր հնարավոր, ասենք,
ինչ կարող է լինել, ինչպես դրան հակադարձել, խնդիրները փորձել են քննարկել, լուծել։ Եթե պատերազմը երկար շարունակվի, միանշանակ առաջանալու է փախստականների խնդիր։ Բայց ինչպես տեսնում եք, այդ խնդիրը ոնց որ թե շատ ավելի մեծ հաջողությամբ լուծում են իրենց սիրելի Ադրբեջանի հետ, ամենայն դեպս, եւ շատ ավելի մեծ հաջողությամբ լուծում են այլ երկրների հետ, որոնք նրանք ովքեր կարող են դիմել, կդիմեն Հայաստանի Հանրապետության աջակցությանը, ես կարծում եմ դա վերաբերում է առաջին հերթին իրանահայերին, կստանան այդ օգնությունը բնականաբար, այստեղ որևէ խնդիր ցակել չի կարող։ Ովքեր կդիմեն Սովկապաստանի համար էս պատերազմից փախչելու, գործում են օրենքները։ Այստեղ շատ ավելի կարևոր մեկ այլ հարց կա, եթե պատերազմը երկար ժամանակ շարունակվի, այնուամենայնիվ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար ելք է դեպի արտաքին աշխարհ։ Կարող է դժվարանալ, ասենք, բեռնափոխադրումների խնդիրը։ Բնականաբար կդժվարանա Հայաստանի Հանրապետություն մտնող եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող բեռների խնդիրը։ Այսա կարող է խնդիր դառնալ։ Բայց ես կարծում եմ, այս խնդրի պարագայում մենք ունենք այնուամենայնիվ Ադրբեջանից Հայաստան բեռնափոխադրումների սարքելքի, չգիտեմ, մասնակի, չգիտեմ, ամբողջական, որովհետեւ որևէ մեկը դա չգիտի, այնպես չի որ մենակ ես չգիտեմ, կարծես թե դա առանձին հարցեր լուծվում են առանձին պայմանավորվածություններով։ Ամենապես Ադրբեջանը չի հայտարարել ապաշրջափակման մասին, ոչ էլ Թուրքիան է սահմանը բացել։ Բայց այս իրադարձությունները նաև կարող են տրիգեր դառնալ, որ արագանա հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։ Ամենապես Թուրքիայից նման հայտարարություններ հնչում էին, որ ինչ-որ անակնկալ է լինելու, ինչ-որ բան է լինելու, եւ վերջապես Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե մտադիր է տրիպը միսու արյուն տալ, պետք է հասկանա նաև, որ Հայաստանի Հանրապետության ստեղծված պայմաններում ելքումուտք է պետք աշխարհին։ Եվ Թուրքիան կսկսի իր առևտուրը, այսպես ասած, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ավելի արդիականացնել սահմանի բացման առումով։ Գիտեք, անելանելի վիճակներ ընդհանրապես չկան, կան վատ բանակցված վիճակներ կամ վատ պատկերացված հարցերի վատ, ինչ ասեմ, քննարկված լուծումներ։ Տիկին Ադամյան, առաջին նախագահը ընդդիմադիր դաշտը համախմբելու այդ ներուժը պոտենցիալը տեսնում է Սամվել Կարապետյանի մոտ, ընդ որում ասում է ընդդիմության այդ համախմբումը ուղիղ կապ ունի պետության փրկության հետ։ Ալեն Սիմոնյանն էլ երեք լրագրողների հարցերին ի պատասխան նշում է, որ Քոչարյանի ուժը խնդիր ունի խորհրդարան անցնելու, թող այդ ուղղությամբ մտածի եւ իր կանխատեսմամբ հնարավոր է խորհրդարան անցնեն, այսինքն ընդդիմադիր տեղի համար պայքարը ծավալվելու է Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժերի միջև, սա ուղղորդում չեք համարում ազգային ժողովի նախագահի կողմից։ Արդյոք ճիշտ է, որպեսզի նա այսպիսի հայտարարություններ անի եւ այդ քննադատությունը տեղին չէ, որ այս իշխանությունները իրենց ընդդիմություն են նշանակում։ Հաշվի առնելով նաեւ, որ ձեր քաղաքական ուժն է հայտ ներկայացնում առաջիկա ընտրություններին մասնակցելու, այսինքն երբ ձեր նման այլ ուժերի անունները չեն շոշափում անընդհատ Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյան, սա արդյոք խնդրահարույց չէ։ Բացարձակապես խնդրահարույց չէ, թե խնդրահարույց է, ես կարծում եմ ամենից շատ խնդրահարույցը Լևոն Զուրաբյանի համար, որը ամենայն դեպս նախագահ վարչապետի տեխնացուի հայտ է ներկայացրել, բայց իր քաղաքական դուժի ղեկավարը Քոչարյանում համախմբվել ոչ թե Լևոն Զուրաբյանի շուրջ, այլ բոլորովին այլ մարդու։ Այսա նոնսենս է։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ես կարծում եմ, որ 1998 թվականի իր հրաժարականից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականության մեջ դե ֆակտո անելիք չուներ եւ դա ապացուցեց 2008-ին ինքը ձախողելով իր վերադարձը։ Դա ապացուցեց նաեւ այն ժամանակ, երբ ՀԿ-ի հետ գնաց բանակցությունների եւ իր ամբողջ քաղաքական կապիտալը փոշիացրեց։ Այդտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն ավարտվեց։ Ցավալիորեն, շատ ցավալիորեն, որտեղ բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ է, ինքը իրեն իր քաղաքական ներուժը, իր քաղաքական կապիտալը փոշիացնող անհատը այսօր իրավունք չունի, ինչ ասեմ, տարատեսակ ուժերի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ նշանակելու կամ համախմբվելու կամ կազմալուծվելու կամ չգիտեմ ինչի կոչեր անել։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ես կարծում եմ, որ
Խորհրդարանի ղեկավարը իր տեսակետն է արտահայտել ոչ ես ոչ են եւ ավելի շատ նրա տեսակետը վերաբերում է այն ուժերին, որոնք այսօր ներքին հակասություններ ունեն, որովհետեւ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը երբևէ հայ քաղաքական ասպարեզում չէր հայտնվի, եթե Ռոբերտ Քոչարյանի հետ Մոսկվայից կապեին այնպիսի հույսեր, որ նա այո վերջապես դառնալու է իրենց սրտի վարչապետը։ Թե աշխարհիկ թե հոգևոր իշխանության ցախողումից հետո նախքին բնականաբար իհայտ պետք է գար միլիարդատերը եւ միլիարդատերը իհայտ եկավ։ Դա նույն վրացական երազանքի Իվանիշվիլիի սցենարն է, բայց Իվանիշվիլին Հայաստանի Հանրապետությունում չի կարող նույն հաջողությանը հասնել տասնյակ պատճառներով, տասնյակ տարբերություններով Իվանիշվիլիից։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանրապետությանը, այո, հանրապետությունը ես կարծում եմ, որ այսօր վերելքի վրա է եւ հանրապետությունը այն քաղաքական ուժն է, որ իզորու է ոչ միայն մտնել խորհրդարան, այլև խորհրդարանում ազդեցիկ դեր ունենալ, որովհետեւ գիտեք ինչ, եթե դու խորհրդարանական պետություն ես, եթե սահմանադրական փոփոխություններով ամենայն դեպս չես գնում խորհրդարանական կառավարման փոփոխության, իսկ հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ կողմ է նախագահական կառավարման, բայց եթե մնում է խորհրդարանական կառավարումը, միջազգային փորձը ամենայն դեպս զարգացած երկրների, ժողովրդավարական զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խորհրդարան կարողանում է հաջող գործել երկրի զարգացման համար հաջողությունների հասնել, երբ կառավարում է ոչ թե 50+1 հավաքած ուժը, վերցրեք եվրոպական ցանկացած երկիր, որևէ երկրում դուք չեք տեսնի մեկ ուժի գերակայություն, դուք կտեսնեք կոալիցիոն կառավարում։ Եվ այո, կտեսնեք, որ նաև կոալիցիաները շատ դժվար են կազմավորվում ու շատ հաճախ լինում են ստիպված գնում են արտահերթ ընտրությունների նաև։ Մենք ունենք Իսրայելի օրինակը։ 5 անգամ գնացին արտահերթ ընտրությունների, որտեղ չէին կարողանում կոալիցիա կազմավորել։ Մենք ունենք Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ պարբերաբար իշխանափոխություն է տեղի ունենում։ Խորհրդարանական կառավարումը ունի իր թերությունները, բայց եթե մենք մնում ենք խորհրդարանական կառավարման, Հայաստանի Հանրապետության շահերից իբրև պետություն ինքնիշխանության շահերից է բխում, որ այդ կառավարումը լինի կոալիցիոն, որպեսզի Հայաստանի Հանրապետության խորհրդարանում հայտնվի այնպիսի ուժ, որը կարողանա պետության շահերից բխող ծրագիրը առաջ տանել, ոչ թե անդադ համաձայնել այս ապրիորի հավասարակշիռին, որ մեզ պարբերաբար հրամցնում են, որին մեզ, ինչ ասեմ, փորձում են, որի ճշմարտության մեջ համոզել բոլոր ԿՊԱ-կանները առանց բացառության, բայց որը իրականում մեծագույն վտանգ ու մեծագույն հարված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Այդ հավասարակշիռը իրականում իրական հավասարակշռության բերելու, իսկական հավասարակշռության բերելու տարբերակը հենց կոալիցիոն կառավարությունն է։ Եվ դուք պատրաստ եք իշխող ուժի հետ։ Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք, թե պատրաստ չենք, ցավոք մենք դրան չենք կարող պատասխանել, որովհետև ընտրողը ժողովուրդն է։ Որոշում են ընտրողների ձայները։ Ամենայն հավանականությամբ բնական է, որ ցանկացած ուժ ուզում է ինքը գնալ իշխանություն ձևավորելու։ Եվ այստեղ ինչքան կարող ենք մենք ձայներ հավաքել, կախված է ընտրողից, բայց ես կարծում եմ, որ նաև կախված է նրանցից, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ովքեր այսպես տատանվում են, գնան ընտրության, չգնան ընտրության, գնալիս որ ուժին ընտրեն, ինչու սրան չընտրեն, ինչու նրան ընտրեն, այդ բոլոր ուժերին, այդ բոլոր, ասենք, չկողմնորոշվածներին ու կողմնորոշվածներին ես միայն մեկ կոչ ունեմ։ Ընտրեք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ընտրեք Հայաստանի Հանրապետության զարգացումը, բայց ընտրեք ոչ թե պոպուլիստական, դեմագոգիկ, ոչ թե անիրական խոստումներ տվողներին եւ այս ամբողջ ընթացքում ժամանակ վառողներին, այլ նրանց, որոնք այդ ամեն ինչը անելու ռեալ, իրատեսական ծրագրեր ունեն
որոնք այս ամբողջ ընթացքում անդադ ներկայացրել են առաջարկներ, որոնք երբեք դատարկ չեն քննադատել, որոնք ամեն մի քննադատությունը զուգահեռել են, այսպես մի արեք, մենք առաջարկում ենք սա։ Իսկ այդպիսի ուժ դաշտում միայն հանրապետությունն է։ Տիկին Ադամյան, թոշակների բարձրացումը դուք ինչպես եք գնահատում։ Սա համարեցին ընտրակաշարք շատերը։ Ուրախություն Ձեզ թոշակառուների։ Այդ որոշումը նորմալ էր այս նախընտրական շրջանում եւ արդյոք անհավասար մրցակցական Ես կարծում եմ, որ թոշակառուները ավելի շատ կուրախանային, եթե ասենք այդ 10,000, հա, ինչքան, չգիտեմ, 10,000 դրամ մինչև 10,000 դրամ գումարը իրենք ստանային ոչ թե ամեն ամիս իրենց թոշակի մի փրև հավելում, այլ ստանային Հայաստանի Հանրապետության որևէ տնտեսական զարգացման ծրագրի արդյունքով, որը կբարձրացներ թե աշխատավարձերը, որը կբարձրացներ թե երկրի պաշտպաննակության մակարդակը։ Գիտեք, շատ հաճախ կարող ես գրպանումդ միլիոններ ուտել, բայց երբ քո երկիրը պաշտպանված չի, այդ միլիոնները քո գրպանում ոչինչ չարժեն։ Շատ հաճախ այդպես եղել է ու այդպես լինելու է։ Բարձրացրին, թող բոլոր թոշակառուները ուրախանան, բայց Հանրապետություն կուսակցությունը թերևս այդ ճանապարհով չէր գնա։ Հանրապետություն կուսակցությունը կգներ տնտեսություն զարգացնելու ճանապարհով, աշխատավարձ բարձրացնելու, կենսամակարդակ բարձրացնելու ճանապարհով, որը ինքնին կբարձրացներ նաև թոշակները։ Ոչ թե արհեստական բարձրացումով, այլ բնական, կայուն, երկարատև եւ պարբերական։ Այդ դա է մեր ցանկացածը, մեր պատկերացրածը։ Ես չեմ կարող այս հարցը չհղել եւ սրանով էլ կամփոփենք թերևս մեր հարցազրույցը, որպես փորձառու նաեւ լրագրողի Տիկին Ադամյան, Հայաստանը հայտնվել է լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում։ Ռուսաստանի, Բելարուսի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հետ միասին։ Սա ինչի մասին է։ Ես կարծում եմ դուք մի քիչ կամ կիսատ եք տալիս հարցը, կամ լավ չեք ձևակերպում, որովհետև Հայաստանի Հանրապետություն չի հայտնվել լրագրողներ ձերբակալող պետության շարքում։ Որտեղ է։ Ովքեր են այդ լրագրողները։ Եկեք բացեք փակագծերը եւ կստանաք ձեր հարցի պատասխանը։ Նրանք լրագրողներ չեն, նրանք քարոզիչներ են եւ ինչ են քարոզում, եթե այդ փակագծերն էլ բացեք, կստանաք ձեր հարցի ամբողջական պատասխանը։ Իսկ այդ դեպքում Տիկին Ադամյան, ուր մնաց Նիկոլ Փաշինյանի ամեն առիթով հայտարարած ժողովրդավարությունը։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության հայտարարությունը ինչին է վերաբերում, ես ունեմ ժողովրդավարության իմ պատկերացումը։ Ժողովրդավարության իմ պատկերացումը թելադրում է, որ այդ ժողովրդավարությունը չպետք է անատամ լինի, որ ժողովրդավարություն չի նշանակում բացարձակապես ամենատողություն, որ ժողովրդավարություն չի նշանակում օտար պետության կարողություն քո երկրի ներսում, քո երկրի շահերի դեմ, քո երկրի քաղաքացու դեմ։ Եթե դուք ժողովրդավարության այդ պատկերացումը ունեք եւ այդ քարոզիչներին եք համարում, այսպես ասած, չգիտեմ ինչ բանտարկյալներ եւ այլն, ձեզ պիտի հիասթափեցնեմ։ Բացարձակապես խնդիրը այդ հարթության մեջ չէ։ Խնդիրը այն հարթության մեջ է, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Եվ բոլոր նրանց, ովքեր դեմ են գնում իրենց երկրի ինքնիշխանությանը, ովքեր շատ կամավոր հանձն են առել տրոյական ձիերի երամակի դերը, սպասում են նաև նման հետևանքներ ժողովրդավարական երկրում։ Ու դա ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին դեպքն է։ Եվ Հայաստանը այս պարագայում եզակի երկիր չէ։ Այդպես եղել է, այդպես էլ լինելու է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Մեզ դիտողներին նշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։